Կարանջան, իսկ ինչով ես պայմանավորվում, որ Բրիտանիայի գերբի վրա կա մեր Կիլիկիայի առյուծը, դա պատահական նմանություն է։ Չէ, Մհեր ջան, ես մենակ դրա մասին չէ, ես վրացիները, ովքեր վերցրեցին մեր Կիլիկիայի դրոշը, տամպլիերները, հետո մասոնները, ովքեր վերցրեցին Գերալդիկ Լիլիայի նշանը հայերից, Հիտլերը, ով արիական սիմվոլիկա փնտրելուց գտավ սվաստիկան, իրանով արեց ու այսօր դա ֆաշիզմի նշան է, ոչ թե հայկական լուրջ ու կարևոր էներգետիկայով սիմվոլ։ Իսրայելը, ով վերցրեց 6 ծերանի հայկական աստղը, դարձրեց իրանցը։ Ու որոշ տգետներ էլ, երբ որ դա մի ժամանակ կարում էի, եթե պետք լինի հիմա էլ կկարեն, որովհետև դա հայկական։ Ֆարացին ասին բանը, ջհուդ են սրենք, նայեք բան են գցել։ Դեբիլ էլի, բան չիմացող, ոչ պատմություն, ոչ մի բան։ Այսօր անգամ այս գերբի կենտրոնում տենում եք արևը, կոչում են արև, դա Սիրիուս աստղ։ Արտաշեսաների դրոշի ստեղծման պատմությունը որ կարդաք կտենաք դա արև չի, դա Սիրիուս աստղ։ Հիմա Էրդողանն է էսի կամաց Իրանով անում, որ չարարեք Google-ում փնտրեք։ Ուղղակի գրեք Էրդողան ամբիոն։ Ամբիոնի վրա ճիշտ է, հիմա այս արևի մի քանի ճյուղանին է։ Նայեք հիմիկվանը, հետո հետ գնացեք մի քանի տարի առաջվանը, նայեք որ ճյուղերը ավելի շատ են։ Գնալով պակասացնում է, աչքները ընտելացնում է ու բերելու է հասցնի սրան, ասես էլ թուրքական։ Ինչից? Որովհետև մենք մեր սիմվոլները չենք ճանաչում, որովհետև են դեգեներատները, ովքեր այդ կուլո նկարելուց համար ինձ ասում էին ջհուդ, այնքան դեբիլ են, որ չգիտեն էլ այդ իրանցն է։ Դեբիլ չեն այսինքն, տգետ է։ Դեբիլ են այնքանով, որ այդ տգիտությունը չեն ուզում շտկել։ Անկամ այսքան ասելուց հետո։ Որովհետև մենք չենք ճանաչում, մենք ինչ ունենք, չեն ուսումնասիրում, որովհետև կոմեդիներ են նայում, իրենց հետաքրքիր չի լուրջ թեմա։ Դրա համար էլ ով ինչ գիտի տարավ, Բրիտանիան գերբ տարավենի, դրոշ տարավենի, Լիլիան տարավին, այս տարավ են կտանում։ Ինչով ենք մնալու։ Մի հատ խաչով, այս այդ էլ կտանում։ Հիմա որ հացնեմ հայկական խաչը, գիտեք որ քչերը գիտեք, կմատնանշեն խաչքարը կամ եկեք ես էլ չասեմ դուք ուսումնասիրեք, որ կամաց սկսենք ձևը սովորել, որ մի բան հետաքրքիր է, փնտրենք, բացենք, կարդանք, իմանանք, ճանաչենք, այդ ամեն ինչը մերն է։